Գոյամարտ հեռուստասերիալում իրադարձությունները ստանում են էլ ավելի դաժան, արյունոտ ու անկանխատեսելի երանգներ։ Այսօր մենք ականատես եղանք և ֆիզիկական ոչնչացման, և հոգեբանական լուրջ տրանսֆորմացիաների, որոնք արմատապես փոխելու են մեր հերոսների ճակատագրերը։ Եկեք վերլուծենք այս խճճված հանգույցներն ու հասկանանք, թե ինչ ավերիչ փոթորիկ է մեզ սպասվում առաջիկայում։ Սկսենք սերիայի ամենադաժան և լարված դրվագից։ Հունանը, հասկանալով, որ Էռնան անհետացել է, վերջնականապես կորցնում է համբերությունը։ Երբ Արամին չի հաջողվում բերել Ավոյին, Հունանն անձամբ է գնում նրա հետևից։ Այն, ինչ տեղի է ունենում դրանից հետո, պարզապես սարսափելի է։ Հունանը անմարդկային ու անխնա ծեծի է ենթարկում Ավոյին։ Ավոն, ով միշտ աչքի էր ընկնում իր ցինիզմով ու անպարտելի թվացող նենգությամբ, ֆիզիկական անտանելի ցավի ու մահվան վախի ազդեցության տակ վերջապես կոտրվում է։ Նա ստիպված մատնում է Էռնայի տեղն ու խոստովանում, որ նրան փակել է հոգեբուժարանում։ Հունանն անմիջապես շտապում է քրոջ հետևից։ Մեր վերլուծությունը հուշում է, որ Էռնան, ազատվելով հոգեբուժարանի մղձավանջից, այլևս նախկին խեղճ ու կոտրված կինը չի լինելու։ Նրա մեջ արթնանալու է վրեժի անկասելի ծարավ հենց Ավոյի հանդեպ, և Հունանն ամեն կերպ կօգտագործի քրոջ այս ցասումը։ Իսկ ինչ է կատարվում Ավոյի հետ։ Ծեծված, խայտառակված և բոլորի կողմից լքված Ավոն ստիպված է լինում կուլ տալ իր պարտությունն ու օգնություն աղերսել այնտեղ, որտեղից միշտ փախել է՝ իր հոր՝ Դավիթ պապիկի տանը։ Սա սերիալի ամենաճակատագրական շրջադարձերից մեկն է։ Լեոն և Դավիթը վերջապես իմանում են, որ այս վտանգավոր ու խորհրդավոր մարդն իրենց հարազատ հորեղբայրն է։ Եվ այստեղ սկսվելու է Ավոյի նոր, շատ ավելի նենգ խաղը։ Ֆիզիկապես ոչնչացված լինելով, նա կսկսի գործել հոգեբանորեն։ Մենք կանխատեսում ենք, որ Ավոն, շահելով եղբոր-որդիների վստահությունը, կօգտագործի նրանց որպես կույր զենք ընդդեմ Հունանի, վերջապես բացահայտելով նրանց հոր սպանության իրական մեղավորին։ Զուգահեռաբար մակունցների առանձնատանը հասունանում է իսկական հեղափոխություն, և այդ հեղափոխության դրոշակակիրը ոչ այլ ոք է, քան Մանանը։ Չնայած Գրիշոյի հանդեպ ունեցած խելագար սիրուն, նրանք չեն կարողանում լեզու գտնել, քանի որ Մանանը հրաժարվում է դառնալ հերթական հնազանդ զոհը։ Նա ոչ միայն չի ենթարկվում Հունանի հրահանգներին, այլև բացահայտ ցույց է տալիս, որ իր կյանքի միակ տերը հենց ինքն է։ Մանանը դարձել է այն տրոյական ձին, որը ներսից քանդում է Հունանի անսասան թվացող բռնապետությունը։ Վստահաբար կարող ենք ասել, որ հենց այս համարձակ աղջիկն է վերջ դնելու Հունանի մեծամտությանն ու կայսրությանը։ Ճիշտ է, նրա փորձերը վերականգնելու հարաբերությունները պապիկի և եղբայրների հետ դեռևս ապարդյուն են, բայց երբ սարգսյանները հասկանան, թե ինչ ավերիչ դեր ունի Մանանը թշնամու տանը, նրանց սառույցը կհալվի։ Իսկ վերջում անդրադառնանք Լեոյի հուսահատ ու ճակատագրական քայլին։ Խաբելով պապիկին, թե իբր գնում է Լեային հանդիպելու, Լեոն իրականում գնում է մասնակցելու ընդհատակյա վտանգավոր փողոցային մարտերի՝ գումար վաստակելու նպատակով։ Սա վկայում է նրա խորը ճգնաժամի և անելանելիության մասին։ Բայց արդյոք նրա հոգեբանական այս անկայուն վիճակը թույլ կտա նրան հաղթել։ Մեր վերլուծությունը հուշում է, որ այս մենամարտը կարող է շատ ողբերգական ավարտ ունենալ Լեոյի համար։ Նա կարող է ստանալ ծանր, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ինչն էլ հենց կդառնա այն ցնցող ազդակը, որը կմիավորի պառակտված Սարգսյանների ընտանիքը և նույնիսկ կստիպի Մանանին թողնել ամեն ինչ ու վազել եղբոր մոտ։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Երբ Էռնան դուրս գա հոգեբուժարանից, արդյոք նա անձամբ վրեժ կլուծի Ավոյից, թե նրա հոգեկանն արդեն անդառնալիորեն խաթարված է։ Եվ կկարողանա արդյոք Ավոն մանիպուլյացիայի ենթարկել Լեոյին ու Դավիթին և նրանց լարել Հունանի դեմ։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։